առավոտյան ժամը 7-ից դիմակավորված ԱՑ-ից են, թե ոստիկանությունից էին, մտել են Վազգենենց և Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանենց տուն, ուրեմն խուզարկության Ահազանգը հնչեցրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Տղաների բնակարանների խուզարկության պաշտոնական պատճառաբանությունը խուլիգանությունն է։ Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, որին հաջորդեց բանավոր բախում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություն հնչեցրեց հաղորդավարների հասցեին։ Իմնեմնիմի վարողների պատասխանն առավել կոշտ էր, պարունակելով անձամբ Ալեն Սիմոնյանի ու նրա հարազատի հասցեին վիրավորանքներ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը չի կարողացել մուտք գործել բնակարան, որտեղ խուզարկություններ էին իրականացնում։ Այս դուրնա, այս էլ ես, այսենց, կարելա չէ։ Մի հատ խնդրում եմ դուրը բացեք, փաստաբանն է։ Ձերբակալություններից հետո անտիֆեյքի գրասենյակում իրականացվեց խուզարկություն, վերցվեց ողջ տեխնիկան։ Ձերբակալվածների փաստաբանները պնդում են, որ սա ոչ միայն անհիմն քրեական հետապնդում է, այլև լրատվամիջոցի գործունեությունը խափանելու փորձ։ Նարեկ Սողոմոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ նման գործերն առաջինը չեն։ 1.5 տարի առաջ նույն մեղադրանքով էին կանգնել դատարանի առաջ։ Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով դատախազն էլ նույնն է։ Իրենք նաեւ ինտերակցիաներով արգրավել են անտիֆեյքի ամբողջ գույքը, տեխնիկական միջոցները։ Չգիտեմ ավարտել են թե չէ, ես այնտեղ չեմ եղել, բայց արդեն այդ ամբողջը Ռուբեն Մելիքյանը հաստատեց, որ ամբողջությամբ դրանք արգրավել են։ Հետևաբար սա ակնհայտ է, որ լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է։ Մեստեղ բացի անձի ըստ մեզ ակնհայտորեն ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման, նաև առկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ։ Ի տարբերություն նախորդ քրեական հետապնդման, որը նույն հոդվածով էր 1.5 տարի առաջ, դա չարեցին։ Մինչդեռ ազգային ժողովի նախագահը պաշտպանում է իրավապահներին դիմելու իր որոշումը, հաղորդավարների խոսքը կապելով քրեական ենթամշակույթի եւ փողոցային բռնության հետ։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու, իրար չենք այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը այդ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանել, որոշում են իրանք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են, գնում են կանգառում իրար տեսնում են եւ դանակահարում են, այդ որ տենց վրթովում էիք բոլորդ, ասում էիք, որ ինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Ես չի կարող չդիմել եւ դիմելու եմ եւ դիմել եմ լավ եմ արել, բայց պետք է։ Անտիֆեյքի գրասենյակից արձագանքեցին տեղական եւ միջազգային իրավապաշտպան, նաեւ լրագրողական կառույցների եւ դեսպանատների ուշադրությունը հրավիրելով ազատ խոսքի սահմանափակման դրսևորմանը։ Խուզարկության արդյունքում արգրավվել են Antifake.am լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան, տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք մեր պնդման որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծ ու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար։ Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը համոզված է նպատակը ընդդիմությանը լրացնելն է։ Մոտավորապես պատկերացում ունենք, թե ինչ մեղադրանք են ներկայացնում, խուլիգանություն եւ այլը, մինչդեռ խուլիգանությունը դա եթե գործողություն է լինում, մնացածը այլ այսպես ասենք պատասխանատվության ոլորտից է, այսինքն կարող էին օրինակ պահանջել հերքում, ներողություն եւ այլը եւ միայն դրանից հետո որոշակի իրավական հետևանքներ կարող են լինել, մինչդեռ այստեղ մենք տեսանք այն մասկի շոուն։ Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ նման գործողությունները հակառակ սպասումների ոչ թե լրացնում են քննադատներին, այլև ավելացնում են նրանց ճանաչելիությունն ու ազդեցությունը։ Սա միայն նպաստելու է, որպեսզի ընդդիմադիր այս լրատվամիջոցի ընդդիմադիր հայացք ունեցող լրագրողների ճանաչելիությունը ոչ միայն ավելանալու է, այլ նաև իրենց ազդեցությունն է ավելանալու։ Սա միանշանակ է։ Բանավեճն այժմ կենտրոնացած է այն հարցի շուրջ, թե ինչպես են այս իրադարձությունները ազդելու երկրում խոսքի ազատության վրա։ Արդյոք իշխանությանը քննադատողները կգտնեն իրենց կարծիքն արտահայտելու նոր ավելի զգույշ ձևակերպումներ քրեական հետապնդումից խուսափելու համար։ Եթե քաղաքական հետապնդումը լինելու է կոնկրետ խոսքի համար, ապա
այն մարդիկ, ովքեր որ անդիմադիր են այսօրվա իշխանություններին, մանավանդ փորձված քաղաքական գործիչները, հանրային գործիչները, մեդիայի ներկայացուցիչները, իրենք կգտնեն այն ձևակերպումները, խոսքի ձևակերպումները, որոնք համենայն դեպս իշխանությունը չի կարող որակել որպես ուղղակի վիրավորանք, այսպես ասեմ։ Բայց ընդհանուր առմամբ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ ասված է, ամեն ինչ գիտեն, բոլորը ամեն ինչ գիտեն։ Փորձագետները զգուշացնում են ազատ խոսքի սահմանափակումը կարող է թակել յուրաքանչյուրի դուռը, ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ ցանկացած քննադատություն կարող է որակվել որպես վիրավորանք եւ օգտագործվել այլակարծությունը ճնշելու համար։ Այստեղ քաղաքական հետապնդում է, բոլորը պետք է հասկանան, այդ թվում առաջի հերթին նաեւ մեդիա դաշտը եւ քաղաքական դաշտը, որը որ օգտվում է մեդիաների դիրքորոշումից, պետք է հասկանան, որ իրենք բավականին պինդ պետք է կանգնած լինեն, որպեսզի կարողանան պաշտպանել ազատ խոսքը, պաշտպանել այն մարդկանց, ովքեր օգտվում են ազատ խոսքով։ Ազատ խոսքի ու հանցակազմ պարունակող վիրավորական արտահայտության միջև սահմանը հստակ չէ։ Իրավապաշտպանները պնդում են, չկա վստահություն, որ թեկուզ վիճահարույց օրենքը կկիրառվի հավասար կերպով բոլորի նկատմամբ, ինչը ստեղծում է լուրջ ռիսկեր բոլորի համար, անկախ քաղաքական հայացքներից։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։